Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան։ Ինչ են անում Հայաստանի հարևանները, ինչ է կատարվում այդ երկրներում։ Վրաստանը պատկանում է եվրոպական մեծ ընտանիքին և հանդիսանում է եվրոպական անվտանգության համակարգի մի մասը։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մակա Բոջորիշվիլին Ավստրիայի արտաքին գործերի նախարար Բեատե Մայնել-Ռայզինգերի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Բոջորիշվիլին համոզմունք է հայտնել, որ մոտ ապագայում հնարավոր կլինի բաց երկխոսություն վարել կապված Եվրամիությանը անդամակցության գործընթացի հետ։ Վրաստանի արտգործնախարարի խոսքով դա Թբիլիսիի ինքնիշխան ընտրությունն է։ Բոջորիշվիլին նշել է, որ անհրաժեշտ է գտնել լուծումներ և ուղիներ, որոնք կապահովեն կայուն խաղաղություն ինչպես տարածաշրջանում, այնպես էլ Եվրոպայում, ինչը կարևոր նախապայման է հետագա զարգացման համար։ Նախարարը բարձր է գնահատել Ավստրիայի աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը։ Մայնել-Ռայզինգերն էլ հայտարարել է, որ Վրաստանը Ավստրիայի կարևոր գործընկերն է։ Նրա խոսքով երկու երկրներն ունեն տնտեսական լավ հարաբերություններ և դրանց հետագա խորացումը շահավետ կլինի երկու կողմերի համար։ Միևնույն ժամանակ Ավստրիայի արտգործնախարարը նշել է, որ Թբիլիսին շեղվել է եվրոպական ուղուց, ինչն ափսոսանք է առաջացնում ինչպես Վիեննայում, այնպես էլ Եվրամիությունում։ Նա կարևորել է ազնիվ կառուցողական զրույցը։ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օֆլաերթին հուշագիր է հրապարակել մտահոգություն հայտնելով Վրաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Նշվում է, որ չնայած ցուցարարների և լրագրողների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին հաղորդումներին, Վրաստանում իրավապահ մարմինների ոչ մի աշխատակից պատասխանատվության չի ենթարկվել։ Հանձնակատարի խոսքով ոստիկանության աշխատակիցների կողմից դիմակներ կրելը դժվարացնում է նրանց նույնականացումը։ Պաշտոնյան մտահոգություն է հայտնել հավաքների ազատության մասին օրենքում կատարված փոփոխությունների կապակցությամբ, որոնք իր խոսքով չափազանց մեծ սահմանափակումներ են ենթադրում ցուցարարների նկատմամբ, ընդլայնում են իրավապահ մարմինների լիազորությունները և խստացնում պատիժները բողոքի ակցիաների հետ կապված վարչական իրավախախտումների համար։ Օֆլաերթին մտահոգություն է հայտնել նաև քաղաքացիական հասարակության գործունեության դաշտը նեղացնելու կապակցությամբ։ Վրաստանում մարդկանց դեմ պատժամիջոցներ են սահմանում միայն այն պատճառով, որ նրանք ծառայում են երկրի ազգային շահերին։ Դրանով է առաջնորդվել Օլաֆ Շոլցի կառավարությունը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գիա Վոլսկին։ Նրա խոսքով Վրաստանը ոչ միայն արժանի չէ նման վերաբերմունքի, այլև լուրջ ռեսուրս է Արևմուտքի համար Հարավային Կովկասում կայունության պահպանման գործում, ինչն իր խոսքով ձեռնտու չէ եվրոպական բյուրոկրատիային։ Ավելի վաղ Գերմանիան լրացուցիչ պատժամիջոցներ էր սահմանել Վրաստանում բողոքի ակցիաները ճնշելու համար պատասխանատու անձանց դեմ։ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Վրաստանի խորհրդարանին կոչ է արել հրաժարվել օրինագծից, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում քաղաքացիական ակտիվիստների և ոչ կառավարական խմբերի համար, որոնք հրաժարվում են գրանցվել որպես օտարերկրյա գործակալներ։ Օրինագիծը խախտում է մարդու իրավունքների ոլորտում հիմնարար նորմերը և դրա ընդունման դեպքում լուրջ վնաս կհասցնի Վրաստանի քաղաքացիական հասարակությանը և էլ ավելի կխորացնի մարդու իրավունքների ոլորտում ճգնաժամը, որը վերջին ամիսներին հրահրել է կառավարությունը։ Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Հյու Ուիլյամսոնը հայտարարել է, որ օրինագծի ընդունումը կարող է նշանակել անկախ Վրաստանի վերջ։ Նրա խոսքով երկրի կառավարությունը կարող է կանխել ճգնաժամի խորացումը և ցույց տալ, որ պահպանում է հարգանքը մարդու իրավունքների և օրենքի գերակայության նկատմամբ, չեղարկելով օրինագծի ընդունումը։ Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն է այցելել Հալեպում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Մուհամմեդ Հական Ջենքիզը։ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արա Ավետիսյանը շնորհավորել է Ջենքիզին Թուրքիայի հյուպատոսության վերաբացման և հյուպատոսի պաշտոնում նշանակման, ինչպես նաև Ռամադան ամսվա կապակցությամբ։ Նա տեղեկացրել է, որ ՀՀ գլխավոր հյուպատոսությունը գործում է Հալեպում ավելի քան 30 տարի և հիմնադրման օրվանից երբևէ չի դադարեցրել գործունեությունը։ Ավետիսյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանից Սիրիա մարդասիրական օգնության տեղափոխման հարցում թուրքական կողմի աջակցության և Ավտոշարասյան անարգել անցման կապակցությամբ։ Ջենքիզը նշել է, որ իր պարտքն է համարել այցելելու Հալեպում գործող միակ դիվանագիտական ներկայացուցչություն և ծանոթանալու իր հայ գործընկերոջ հետ։ Նա Արա Ավետիսյանին հրավիրել է այցելելու Թուրքիայի գլխավոր հյուպատոսություն։ Կողմերը պայմանավորվել են շարունակել գործակցությունը։
Ստամբուլի քաղաքային խորհուրդը քվեարկությամբ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է ընտրել Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ Նուրի Ասլանին։ Ստամբուլի կալանավորված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն մարտի 22-ի դատական նիստից հետո ժամանակավորապես հեռացվել է Ստամբուլի քաղաքապետի պաշտոնից։ Միևնույն ժամանակ Ստամբուլում եւ Թուրքիայի այլ քաղաքներում շարունակվում են զանգվածային ցույցերը։ Վերջին պաշտոնական տվյալներով ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 2000 մարդ։ Անկարայում ոստիկանությունը արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ եւ ջրցան մեքենաներ է կիրառել ուսանողների ցույցը ցրելու համար։ Թուրքիայում բողոքի ցույցերը շարունակվում են մարտի 19-ին Իմամօղլուի ձերբակալությունից հետո։ Նրա նկատմամբ քրեական գործեր են հարուցվել մի շարք հոդվածներով, այդ թվում հանցավոր կազմակերպություն ղեկավարելու, հանցավոր կազմակերպությանը մասնակցելու, խարդախության, կաշառակերության, անձնական տվյալների ապօրինի ստացման եւ տենդերներում խախտումներ թույլ տալու մեղադրանքներով։ Հետաքննվում է նաեւ Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանն աջակցելու գործը։ Իմամօղլուն հերքում է առաջադրված բոլոր մեղադրանքները։ Լրատվամիջոցները գրում են, որ Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը բանտում հանդիպել է Իմամօղլուի հետ։ Այցից հետո նա լրագրողներին ասել է, որ ամաչում է այն իրավիճակի համար, որում հայտնվել է Թուրքիան։ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը խստորեն դատապարտում է Սիրիայի Լաթաքիա եւ Տարտուս քաղաքներում մարդկանց նկատմամբ լայնածավալ բռնությունը։ Նրա խոսքով Սիրիայի ժամանակավոր իշխանությունները պետք է վճռական քայլեր ձեռնարկեն բռնության բոլոր ձևերը դադարեցնելու, քաղաքացիական անձանց պաշտպանելու եւ մարդասիրական օգնության անարգել հասանելիությունը ապահովելու համար։ Դիվանագետը հայտարարել է, բոլոր համայնքների իրավունքները պետք է հարգվեն եւ երաշխավոր Փոքրամասնությունների, հատկապես ալևիների եւ շիաների բռնի տեղահանման ցանկացած փորձ պետք է անհապաղ դադարեցվի։ Սիրիայի հարցով Իրանի արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Մոհամմադ Ռեզա Ռաուֆ Շեյբանին ժամանել է Դոհա, Սիրիայում կարգավորման շուրջ տարածաշրջանային խորհրդակցությունները շարունակելու համար։ Նա հանդիպել է Կատարի պետական նախարար Մուհամմեդ Ալ-Հուլայֆիի հետ։ Շեյբանին ընդգծել է Սիրիայի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ կայունության պահպանման կարեւորությունը։ Ալ-Հուլայֆին ներկայացրել է Սիրիայում տարբեր ոլորտներում իրավիճակի առանձնահատկությունները, ընդգծելով տարածաշրջանում Իրանի նշանակալի եւ ազդեցիկ դերը։ Կարևորելով տարածաշրջանում իրադարձությունների զարգացման զգայունությունն ու կարևորությունը, նա հայտարարել է երկու երկրների միջև խորհրդատվությունների եւ համակարգման շարունակման անհրաժեշտության մասին։ Իտալիայի խորհրդարանի Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի падգամավորները հանդես են եկել հայտարարությամբ, միանալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև անհապաղ խաղաղության համաձայնագրի ստորագրման կոչին։ Այդ մասին հայտնել են Իտալիայում Հայաստանի դեսպանությունից։ Անցած շաբաթ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին, որ խաղաղության համաձայնագրին հասնելու համար կա համաձայնեցված տեքստ, որը կարող է վերջ դնել Հարավային Կովկասի շուրջ 40 տարվա հակամարտությանը։ Եվրամիությունը, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Չինաստանը, Ռուսաստանը, ՆԱՏՕ-ն, Սուրբ Աթոռը եւ շատ այլ երկրներ անմիջապես ողջունել են այդ նորությունը, հույս հայտնելով, որ համաձայնագիրը կստորագրվի հնարավորինս շուտ։ Հայտարարության մեջ նշվում է, որ Իտալիան պատրաստ է աջակցել խաղաղության գործընթացին, ակտիվորեն մասնակցելով միջնորդական ջանքերին եւ այն ուղու կառուցմանը, որը կերաշխավորի քաղաքացիների անվտանգությունը, բանտարկյալների իրավունքների հարգումը, ներառյալ արդար դատավարությունը եւ մարդու արժանապատվության լիարժեք պաշտպանությունը։ Պատգամավորները հայտարարել են, որ միանում են համաձայնագիրը անհապաղ ստորագրելու կոչին, ինչը վերջնականապես վերջ կդնի հազարավոր զոհերի եւ տեղահանվածների պատճառ դարձած դաժան հակամարտությանը։ 2024 թվականին Ադրբեջանում կրոնական ազատության պայմանները մնացել են անբավարար։ Կառավարությունը շարունակում է ձերբակալել ու բանտարկել շիա մուսուլմանների Իրանի հետ իրենց ենթադրյալ կապերի պատճառով։ Այդ մասին նշված է Միացյալ Նահանգների կրոնական ազատությունների մասին միջազգային տարեկան զեկույցում։ Փաստաթղթի համաձայն ձերբակալվածների մեծ մասին կասկածելի մեղադրանքներ են առաջադրվել։ Նշվում է, որ ձերբակալված կրոնական գործիչները իրավապահ մարմիններին մեղադրել են սպառնալիքների եւ ֆիզիկական ու սեռական բռնության կիրառման համար։
Caucasus Heritage Watch կազմակերպությունը տրամադրել է արբանյակային նոր փաստեր Լեռնային Ղարաբաղում վտանգված հայկական կրոնական օբյեկտների մասին, այդ թվում 19-րդ դարի եկեղեցու, 2 գերեզմանոցի եւ այլ կոթողների։ Բացի այդ, Freedom House կազմակերպությունը հաստատել է, որ Ադրբեջանը 2020 եւ 2023 թվականներին ռազմական գործողությունների ընթացքում իրականացրել է Լեռնային Ղարաբաղը էթնիկ հայ բնակչությունից եւ հայկական պատմական ու մշակութային ներկայությունից ազատելու համապարփակ քաղաքականություն։ Կազմակերպությունն այդ գործողությունները որակել է պատերազմական եւ մարդկության դեմ ուղղված հանցագործություններ։ Ամերիկյան զեկույցում նշվում է նաև, որ հայ քրիստոնյա բանտարկյալները վատ վերաբերմունքի են արժանանում, տուժում են նաև այլ կրոնական գործիչներ եւ այդ գործողությունների համար ոստիկանությունը պատասխանատվություն չի կրում։ Փաստաթղթի համաձայն Միացյալ Նահանգները լրջորեն մտահոգված է Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վատ թարացման կապակցությամբ։ ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Անթոնի Բլինքենը նախորդ տարվա ընթացքում մի քանի անգամ զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եւ բազմիցս բարձրաձայնել մարդու իրավունքների ոլորտում ընդհանուր խնդիրները։ Զեկույցն ԱՄՆ-ի կառավարությանը հորդորել է Ադրբեջանին ներառել հատուկ ցանկում կրոնական ազատությունների լուրջ խախտումներին մասնակցելու համար, ինչպես նաև թիրախային պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պետական հաստատությունների եւ կրոնական ազատությունների խախտումների համար պատասխանատու պաշտոնատար անձանց նկատմամբ, սառեցնելով նրանց ակտիվները եւ արգելելով նրանց մուտքը Միացյալ Նահանգներ։ Վարդուհի Հարությունյան, հարևաններ։